Չգիտեմ ինչ խելքից փչեց, բայց ես բացեցի իր կայքը ու կայքում գրված էլեկտրոնային հասցեին նամակ գրեցի, որ ես ուզում եմ թարգմանել, այսինքն ես այնքան չգիտեի ընթացակարգը ինչպես է արվում, որ ես շնորհակալությամբ նամակ եմ գրում Ռոթին եւ ստանում եմ այդ պահին, իսկ թվում է ինքը ընկալել էր իրեն գրողով է, այսինքն որ ինչ որ մեկը հերավոր գյուղ, այսպես ասած, մեկը ով չգիտի այդ ընթացակարգը ու ես շատ իմանալով հանդերձ որ նա երբևէ լրագրողներին հեշտորեն հարցազրույց չի տալիս, ես ասել էի Նյու Յորքում ես միայն մի բան եմ աղերսում հանդիպում, երբ որ ես կավարտեմ The Dying Animal-ի թարգմանությունը։ Այդ ժամանակ նույնիսկ հայերեն վերնագիրը բնականաբար որոշված չէր, ու ես այդ պահին ինձ համար շատ սարսռացնող 4 նամակ եմ ստանում, ok, we will see, կտեսնենք։ Ու ես մտածում եմ, բայց ինչու այսքան կոշտ ես հիմա ուղղակի շրջանակի մեջ եմ դնել այդ նամակը։ Որովհետև ես հասկանում եմ, թե ես ինչ պատմական արժեք ունեմ իմ ձեռքում։ Եվ երբ որ արդեն իսկ հաստատվեց, ես վեպը սկսեցի թարգմանել, հեղինակային իրավունք եւ այլն արտարես հրատարակչությունը ձեռք բերեց, ես գիրքը վեպը չավարտած, այնպես ստացվեց, չէ, այդ ժամանակ դեռևս հրատարակչությունը չէր հաստատել, այսինքն հեղինակային իրավունք չկար։ Ես սպասում եմ ավարտեմ եւ մեյլին շարունակություն տամ տարիներ անց, մի առավոտ կարդում եմ Philip Roth dies at the age of, ու այլ չեմ կարողանում շարունակեմ, մահացել է Philip Roth-ը, ու իմ ամբողջ լրահոսը մնացել է 2 էջ, ու մահացել է նա, ում պիտի դու գրեիր, որ ես արեցի դա։ Կարելի ասել 1 տարի ես չմոտեցա վեպին։ Ուղղակի փակեցի այդ էջը, մինչև ինչ որ պահից ես որոշեցի, որ պետք է մեռնող կենդանուն ապրեցնել հայերեն։ Եվ ամեն անգամ, երբ որ ինչ որ մեկը կարդում է ու ասում է լավ է ստացվել հայերենը, ես ամեն անգամ այդ ամեն բառը փաթեթավորում ու ասում եմ Ռոթ մենք արեցինք դա։ Այո, ինձ համար դա եւ հրաշալի եք